հիշեցնեմ 1988 թվականի այսօրը, երբ ամբողջ Հայաստանը եւ հայ ազգը ցնցվեց այն իրադարձություններից, որը կատարվեց Սումգայիթում։ Եթե հիշում եք, ապա հայ ժողովրդի մեր այդ հատվածը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշման իրավունքի շնորհիվ խաղաղ ճանապարհով ուզում էր դուրս գալ Ադրբեջանի կազմից եւ մենք ստացանք Սումգայիթ։ Ինչ արեց հայ ժողովուրդը։ Ես այստեղ ուզում եմ հատուկ շեշտեմ, հայ ժողովուրդը խաղաղ ձևով ուզեց նորից հիշեցնել, որ չի կարելի վայրագություն անել։ Ում էինք մենք ասում, դա այդ վայրագ ժողովրդին էինք բացատրում, որ այդպես չի կարելի վարվել եւ եթե հիշում եք, ապա մարտի 8-ին Սիլվա Կապուտիկյանի գլխավորությամբ մեր կանայք խաղաղ երթով եկան Ծիծեռնակաբերդ, որպեսզի եւ մեր զոհերի հիշատակը հարգեն եւ նաեւ ցույց տան, որ հայ ժողովուրդը վայրագության ենթակա չի եւ ինքը չի կարող այդպես պատասխանել։ Ես ցավում եմ դրա համար, որովհետեւ մենք պետք է հասկանայինք, որ մենք գործ ունենք ոչ թե բարեկամի, այլ թշնամու հետ մինչեւ այսօր իրականացնող ցեղասպանությունը։ Նույնը կատարվեց արդեն հետո Կիրովաբադում, նույնը եղավ Մարաղայում, նույնը եղավ Բաքվում, մենք տեսել ենք այդ բոլոր իրադարձությունները եւ հետո շարունակվեց արդեն պատերազմի գործողություններով եւ նաեւ արդեն Արցախի հայաթափմամբ, որը նույնպես ցեղասպանություն է եւ ցեղասպանական գործողություններ։ Այստեղ է որ Հայաստանի Հանրապետության ղեկավար կոչվածները պարտավոր էին միջոցներ ձեռնարկել, որպեսզի թույլ չտային, որպեսզի հայաթափվեր Արցախը։ Սա անպայման գլխավոր խնդիրն է, որի համար նրանք պատասխան են տալու, որովհետև չի արվել որևէ լուրջ գործողություն, չի կատարվել որևէ մի պաշտպանական գործողություն, որպեսզի ապահովեն անվտանգությունը մեր ազգի այն հատվածի, որը հերոսաբար կարողացավ պայքարել եւ դուրս գալ Ադրբեջանի կազմից օրինական ճանապարհով։ Բոլոր իրավական մեր ուրեմն փաստարկները մենք ներկայացրել ենք։ Պատահական չի, որ այստեղ են նաեւ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմկոմիտեի անդամները, որովհետև մենք 96 թվականին առաջարկեցինք Լևոն Տեր-Պետրոսյանին կազմակերպել համահայկական հավաք, կոնգրես, որտեղ հստակ ներկայացվեր հայ ժողովրդի դիրքորոշումը Արցախի վերաբերյալ, դոկտրինը, որի շնորհիվ նույն միջազգային հանրությունը, որը միակ ու միակ կոնֆլիկտի վերաբերյալ էր ստեղծել, հիշեցնում եմ դա Մինսկի խմբի համանախագահությունը, միայն Ղարաբաղի հարցով էր ձևավորված այդ ԵԱԿ-ի կողմից կազմակերպված այդ բանը։ Այսինքն հենց միջազգային հանրությունն էր համարում, որ Արցախը իրավունք ունի անկախ ապրելու Ադրբեջանից։ Սա շատ կարևորագույն փաստ է։ Եվ միջազգային հանրությունն էր, որ գտնում էր, որ անպայման պետք է գտնել այն որոշումը, այն լուծումը, որով Արցախը կարող է լինել անկախ։ Եվ եթե Հայաստանի իշխանությունները ճանաչեին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը Ադրբեջանից, շեշտում եմ, այդ պարագայում արդեն նոր կլիներ Արցախի ժողովրդի որոշումը միավորվելու օրինական ճանապարհով միավորվելու Հայաստանի հետ։ Այստեղ շատ լուրջ խնդիրներ են կուտակված եւ ես համոզված ասում եմ, այս ամենը չի մոռացվելու, այս ամենը անպայման մենք նորից շարունակելու ենք Արցախյան շարժումը։ Արցախյան շարժումը չի կարող մեռնել կորչել, քանի դեռ մեր այդ ազգի մեր այդ հերոսները չեն կարողանում վերադառնալ իրենց հայրենիք։ Մենք սա պետք է անպայման այս պահին վերադարձի խնդիրը նորից դարձնենք ամենաարդյական եւ միջազգային հանրությանը ներկայացնենք։ Ես համոզված եմ, որ մեր Արցախի ժողովուրդը նույնպես այս ամբողջ միասնությունը ցուցաբերելու է եւ հայ ժողովուրդը նորից 88 թվականի այդ շարժման ժամանակ այն միասնությունը, որը կար մեզ մոտ, նույնը պետք է իրականացվի առաջիկայում։ Ես դրանում ուղղակի համոզված եմ եւ ուզում եմ, որպեսզի մենք բոլորս նույնպես լծվենք այդ գաղափարով։ Շնորհակալ եմ։ Ես ուզում եմ խոսքը տալ մեր Սիրիլի Արտակ Բեգլարյանին, նախքան խոսքը տալը ես ուզում եմ մի բան հիշեցնել, որ ոչ միայն արցախցին է պարտավոր վերադառնալ, այլ ես էլ եմ ուզում վերադառնալ իմ բանանց եւ